Զրուցում են վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստասի Իսրայելյանի հետ, պարոն Իսրայելյան, մենք գտնվում ենք այս պահին հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, բավական մեծ թվով ժողովուրդ է հավաքված, ժամը 6-ից ժողովուրդը սկսեց հավաքվել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, քանի որ տեղեկացանք 3 շատերի համար անակնկալ, բայց տեղեկացանք, որ դատարանը որոշել է մեղադրանքը ծանրացնել, այս անգամ հողերի լվացման մեջ մեղադրելով հայտնի ազգային բարերարին։ Ինչն է պատճառը այսօր ամբողջ օրվա ընթացքում թե միջազգային փաստաբանը, թե տարբեր քաղաքական գործիչներ շեշտում են հետևյալ հանգամանքը. Փաշինյանը նախընտրական շրջանում հայտնվել է վախերի մեջ, եւ այս բոլորը վախերի հետևանք են։ Ինձ համար հետաքրքիր է ձեր գնահատականը, ինչու որոշվեց նման որոշում կայացնելու նպատակը որն է, հա? Նոր հերթական մեղադրանք առաջացնել ներկայացնելը նկատի ունեմ այն։ Նիկոլ Փաշինյանին այսօրվա իրավիճակում ուրիշ տարբերակ չունի, բացի ամեն նմանատիպ մարդու ազատ խոսքը կամ ժողովրդի համախմբող այդ ուժը փորձի մի ձևի կոտրելու կամ իջեցնելու, նվազեցնելու հանրային աջակցությունը։ Բայց դա չի օգնելու, նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի այնքան ունի ժողովրդի իր սեփական ազգի նկատմամբ այնքան արած դավաճանություն, այնքան արած հանցագործության բաներ, որ ասում եմ իմաստ բովանդակային Արցախի կործանումից հետո սկսած բոլոր միջև օրս էլ տարբեր հարթակներում մեր քաղբանտարկյալ մնացած այդ ներկայացուցիչների նկատմամբ դա գալիս է ամեն ինչու մտավախությունից։ Այդ մարդը սարսափում է, այդ մարդը սարսափում առաջի հետի Արցախից, որոնց այդ նմանատիպ մարդիկ, թե Սամվել Կարապետյանն է, թե մնացած մեր քաղբանտարկյալներն են, որ օրակարգում միշտ պահել են Արցախի հիմնախնդիրի, Արցախի ժողովրդի իրավունքը, այդ մարդիկ դրանցից սարսափում են, թե ներքին թշնամին, թե արտաքին թշնամին։ Եվ երկրորդը ձեր ասած միտքը համընկնում է դրա հետ, որովհետև քարոզարշավ են իրենք սկսել արդեն հանրության մեջ, այդ քարոզարշավը փորձելով գեներացնել խաղաղության թեզի տա կամ էլ ինչ-որ սուտ խոստումների նորից էլի այդ ժողովրդի մոլորացնելու փորձերը ամեն կերպ նմանատիպ հզոր մարդկանց փորձում են ճնշել կամ որ ասում է այդ սահմանափակեն իրենց բանը։ Բայց ես ասեմ ոչ, որովհետև հանրային զգացումը դուք այսօր տեսել եք ինչքան ժողովուրդ է հավաքվել, հանրային վերածնունդը շուտվանից է սկսում, բայց հիմիկվանից այս մի օտոկա ժամանակները ես նկատել եմ դրա գեներացումը, որ ավելի շատ է գեներացվել ժողովրդի մեջ ամմեկի մեջ արդեն գիտակցաբար է արտնանում այդ հայ լինելու, հայ ապրելու այդ իրավունքը այսօրվա իրավիճակում, կարևոր, որ մենք այսօրվա իրավիճակում գտնվում ենք պատմական ճակատագրական ժամանակահատվածում ենք ապրում, որ ամեն մեկից որոշումը վաղվա օրվա մեր ապագան որոշվելու է։ Եթե մենք այսօր չարձագանքենք, եթե մենք այսօր համախմբված չպայքարենք, մենք իրոք գնալու ենք կործանման, ու դա մենք չպիտի թույլ տանք։ Հիմա կա այն կարծիքը, որ մեր ձևով շարժումը գնալով ակտիվանում է, վայելում է Սամվել Կարապետյանը ժողովրդի համակրանքը, սերը, եւ սա իսկապես մեծ անհանգստություն է, անհանգստացրել է իշխանությանը, անգամ այսպիսի մտքեր կան, այսպիսի կարծիքներ կան, որ այդ վախերով պայմանավորված հնարավոր է, որ Փաշինյանը թույլ չտա կուսակցության գրանցումը, որովհետև հայտարարվեց, չէ, որ մեր ձևովը գնում է քաղաքական կուսակցություն դառնալու ճանապարհով։ Ինչ կարծիքի եք այս առումով։ Հնարավոր է, որ գնա նաև այդ քայլերի գնա Փաշինյանը։ Եկեք մենք չհետևենք Նիկոլ Փաշինյանի աշխատանքները ինչ ուղղության վրա է աշխատում կամ ինչեր է փորձում անի, եկեք մենք մեր ձևով աշխատենք, որ այդ մեր ձևով աշխատանքը հենց իրականացնի այդ իրանց բռնած գործերի ջախջախմանը։ Նորից եմ ասում, այսինքն սեփական օրակարգը ստեղծենք։ Այո, սեփական օրակարգը ստեղծվելու է, սեփական օրակարգը դա մեր վերածնունդն է։ Մեր եկեղեցին, մեր հավատքով, մեր ամեն ինչով, որ մենք միշտ պատմական հազարամյա տարիներ պատմություն ենք ունեցել, որ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ մարդկանց օրոք չի եղել։ Հակառակը, այս ծանր իրավիճակում մենք նման մարդկանց տարել ենք գցել աղբանոց, որ իրանք իրաց տեղը իմանային որտեղ է, որովհետև հայ ազգը ինքը իր արժանապատվությունը պիտի վերականգնի։ Իր արժանապատվությունը վերականգնելու համար մենք
ազգովի ենք միշտ հաղթահարել այդ նմանատիպ գործողությունները։ Ես վստահ եմ, նորից եմ ասում, մենք հայ լինելու, հայ ապրելու այս տարածաշրջանում մենք վերականգնելու ենք մեր արդարությունը, մեր ամեն որասման։ Իդեպ, այո, Սամվել Կարապետյանը մշտապես եւ վերջի շրջանում մանավանդ, երբ որ Արցախահայությունը ստիպված եղավ հեռանալ իր բնորանից, կանգնած է եղել Արցախահայության կողքին։ Կանգնած է այսօր Արցախահայությունը Սամվել Կարապետյանի կողքին։ Այո, որովհետև Արցախահայությունը չի մոռանում նման մարդկանց բարերարությունը, նման մարդկանց այդ ծանր իրավիճակում, որ միշտ եղել է մեր կողքին, Արցախահայության Արցախցու տեսակը, այն տեսակն է, որ միշտ ինքը կաղնում է այն մարդկանց կողքին, ով այդ ծանր ժամանակ միշտ եղել է մեր կողքին։ Այս նույն ժամանակն էլ մենք կաղնած ենք այդ մարդու կողքին, որովհետև այդ մարդու այսօրվա կարիքը հենց ժողովրդի աջակցությունն է։ Այդ ժողովրդի աջակցությունն էլ մենք կապահովենք ու կարդարացնենք թե իր նկատմամբ այդ շինծու գործը արդարացնելու, թե հետագա բոլոր գործերի պլանները իրականացման համար։